Ալո, բարև ձեզ, ալո։ Զարթոնք բզնունի, Բիլսե Պրեմիկոյի ֆիլմի Բիլսվիվի։ Եվ այսօր խոսելու ենք Նարեկ Կարապետյանի և Պետրոս Ղազարյանի հարցազրույցի ինտերվյուի մասին։ Դա։ Այն արդ հետո էլ ասում են երկու բուլկի միտեղ չի լինում։ Ահա չի լինում, խնդրեմ։ Ճիշտ ասած, ստեղ մի բուլկին չամիչով է, այն մյուս բուլկին դառը կորիզով, այսինքն մի բուլկին ոնց որ բան ա եղել, լափամանից կդրվել է, իսկ մյուս բուլկին բանա Ղազախստանից բերած 4-րդ կարգի ցորենով սնված բուլկի է։ Ու ինտերվյուի ժամանակ Պետրոսը հազում էր, նկատել եք, հազում էր, այնպես տպավորություն էր, որ WhatsApp-ով ինչ-որ բարի մաղթանքներ է ստանում, հասկանում եք, ինչ-որ հրահանգներ է ստանում, այնպես տպավորություն էր, որ այդ հազի մեջ նկատվում էին մեր սրտի վարչապետի ձայնային ելևէջները, այսինքն Պետրոսի փամփլիկ մարմնի մեջ տեղավորվել է մի փամփլիկ ժուչոկ։ Ու շատ տարօրինակ էր, որ Պետրոսի նման պրոպագանդոն գանդիստը շատ մեղմ է, շատ մեղմ ինչ-որ հարցեր է տալիս, շատ ագրեսիա չկար մեջ, հասկանում եք, ինչպես միշտ, ես ցնցված եմ, աշխարհը ցնցված է, Թուրքիան անցել է ջրի տակ, հասկանում եք, այնպես տպավորություն էր, որ Պետրոսը շատ անխնա խնայում էր Նարեկ Կարապետյանին, մի տեսակ ժողովուրդ ջան, ճիշտ ասած կասկածում եմ, ինձ թվում է, որ մեր Պետրոսին լիֆտի մեջ փոխել են, այո, Պետրոսի գլխին պիստոլ են դրել ու ստիպել են ստորագրել, որ Նարեկ Կարապետյանին հանկարծ սուր հարցեր չտա։ Մի բան էլ Նարեկ Կարապետյան ջան, ցավը տանեմ, ռոլիկներ մի նկարի, ու մի խաղա այդ ռոլիկների մեջ, այդ ինչ դիլետանտիզմ է, ցավը տանեմ, ուրեմն զարթոնք բզնունի սաղա, ու դու ինքնագլուխ, բան ռոլիկներ ես նկարում, այ մարդ ինձ ասա, սյուժեն էլ կհորինեմ, որը ձեր մոտ չկա, կխաղամ է տնաշել, ձրի, անվճար, դե ինչ տաս, հա, բայց ես անվճար ամեն ինչ կանեմ, դու էլ ինչքան տաս, ինչքան շատ տաս, այնքան լավ, հասկանում ես, բայց ամեն ինչ անվճար։ Տենց ռոլիկներ նկարելուց հետո, օրինակ, Ախուրյանցի անուն երբեք չի դառնա քո ֆանատ, հասկանում ես, ինքը երբեք չի գոռա, Նարեկ, ջուջուլը տուտեմ Նարեկ, ոչ, որովհետև դու ժողջանի ծոցից դուրս եկած չես, հասկանում ես, ու դու չունես փչացած ատամներ, իսկ դա նշանակում է, որ դու փչացած ես, որովհետև դու ժողովրդի մեջից դուրս եկած չես, Ախուրյանցի անուն է, ազգի բոհեմը, տենց է մտածում, իսկ օրինակ Ալփիդավոյան փոխվել է, խնդրեմ, տեսեք ինչ է գրել, Ալփիդավոյանը գրել է ես Նալեկ եմ, այսինքն մարդիկ արդեն սկսել իրավիճակ, փոխվում իրավիճակ, ու միտեղ Նարեկը շշեց, ասեց մենք ծառայել ենք մեր առաջնորդը, իսկ ձեր առաջնորդը չի ծառայել, ասես մզզացրեց, ու ճիշտն ասած Նարեկ ջան, շատ լավ է, որ դու ու Պետրոսը չեք ծառայել բանակում, որովհետև դե քոչի ժամանակ պիտի ծառայեիք առանց Ռուսիկ մայկա, խնդրեմ, այս մեկը ու այս մեկը, ասենք ոնց եք պատկերացնում, որ դուք ծառայ եք, հասկանում, բայց էլ եմ կրկնում, վատ ինտերվյու չէր, հարցազրույց չէր, վատիկը չէր, սպասենք դալնեյշիու